Բարի երեկո, եթերում Արտֆոկուսն է։ Գեղանկարիչ, գալերիստ, համադրող, դերասան, հայ իրականության մեջ հողարվեստի ուղղության հիմնադիր, ում աշխատանքները արվեստի ամենահանրահայտ աճուրդներում վաճառվում են մի քանի $100,000։ Արվեստագետ, ով իր հայրենիքին Հայաստանին նվիրեց շուրջ 2000 իրանական, հայկական, եվրոպական, կիրառական արվեստի նմուշներ։ Արվեստագետ, ով իր օրինակով առաջարկեց հայ գորգագործությունը զարգացնել նոր ուղղությամբ։ Նրա աշխատանքները ներկայացված են Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, MoMA-ում, Tate բրիտանական պատկերասրահում, Tate Modern-ում, բրիտանական թանգարանում, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում եւ այլուր։ Այսօր խոսելու ենք Մարկոս Գրիգորյանի մասին, ում 100-ամյակն է նշվում այս տարի։ Արտֆոկուսում է Մարկոս Գրիգորյան հիմնադրամի տնօրեն, համադրող, արվեստաբան Միշել Ալավերդյանը։ Բարի երեկո։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ հրավերն ընդունելու համար, Միշել։ Ուզում եմ սկսենք հիմնադրամի գործունեության մասին զրույցով, երբ հիմնվեց հիմնադրամը, ում նախաձեռնությամբ, ինչ կառուցվածքային ունի եւ իհարկե որն էր նպատակը։ Հիմնադրամը 2024 թվականի հունվարից, կոնկրետ ասած, սկսեց իր գործունեությունը, սկզբնական գաղափարը իհարկե հենց Թեհրանում այսպես հայտնաբերվեց իմ եւ մի շարք իմ գործընկերների այսպես համագործակցությամբ, դե քանի որ ես աշխատում եմ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում, կուզենամ նաեւ կարճ անդրադառնալ այդ թանգարանի մասին, որտեղ պահվում են ամենաշատ աշխատանքները Մարկոս Գրիգորյանից Իրանում։ Մեզ մոտ պահվում է 18 աշխատանք Մարկոս Գրիգորյանից, որոնք բոլորը 70-ական թվերին Իրանի վերջին թագուհու կողմից Ֆարահ Դիբայի կողմից ուղղակի օրինագրվել հենց Մարկոս Գրիգորյանից եւ ուրախ եմ հայտնել, որ Մարկոս Գրիգորյան հետահայաց ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ 2024 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2025 թվականի փետրվար ամիսը, դա առաջին եւ ամենամեծ ցուցահանդեսն էր մեր թանգարանում, որի համադրողը ես եմ եղել, եւ այդ ցուցահանդեսը մեզ տվեց այնպիսի մի առիթներ, որտեղ մենք կարողացանք բազմիցս մի քանի միջոցառումներ անել, հրավիրել Մարկոս Գրիգորյանի ամենամտերիմ ընկերներին եւ իրանցիներ եւ իրանահայեր եւ մի խոսքով անդրադառնալ Մարկոս Գրիգորյանի ավելի քան 60 տարիների գործունեությանը, բայց ինչը վերաբերում է հիմնադրամի մասին, ես կարամ ասել, քանի որ ցավոք առնվազն վերջին 18 տարիների ընթացքում, կոնկրետ ասած Մարկոս Գրիգորյանի մահվանից հետո, 2007 թվականի օգոստոսից հետո, այդպես էլ տեղի չունեցավ որևէ մի հիմնադրամ, դրա հիմքը չդրվեց ոչ Երևանում, ոչ Նյու Յորքում եւ ոչ Թեհրանում, բնականաբար եղել են բազմաթիվ դեմքեր, ովքեր այս 18 տարիների ընթացքում իրենք փորձել են ինչ որ կերպ դերակատար լինել, մի խոսքով ժառանգորդներին համոզել, որ եկեք մի բան անենք, թանգարան նաև առաջնահերթ, այո, բայց դե ցավոք, քանի որ Մարկոս Գրիգորյանի ժառանգորդները իրենք այսպես ոչ արվեստաբաններ են եղել, ոչ արվեստագետներ են եղել, մի փոքր հեռու են եղել արվեստի դաշտից, նման մի բան տեղի չունեցավ։ Հետո տարիներ անց եւ ես ավելի մտերմորեն շփվում էի հանգուցյալ իրանահայ լրագրող, գալերիստ, արվեստաբան, կոլեկտոր Ժանետ Լազարյանի հետ, ինքը ինձ շատ բաների մասին էր պատմում, դե ցավոք ինքն էլ արդեն 10 տարի է ինչ մահացել է, եւ կոնկրետ ասած Ժանեթի վերջին կենթանիության տարվա օրոք ես բախտ ունեցա ավելի մանրամասորեն այդ ամեն ինչը իմանալ, երբ ընդամենը 15 տարեկան եմ եղել, բայց դե քանի որ ինքը իմ մեծ մամայիս մտերիմ ընկերուհին ա եղել, մենք բազմիցս շփումներ ենք ունեցել եւ Թեհրանում եւ Երևանում, եւ հենց այդ առումով նաեւ ես կարող եմ ասել, բախտ եմ ունեցել ընդամենը մի անգամ Մարկոս Գրիգորյանին հանդիպել, երբ ընդամենը 5 տարեկան եմ եղել, հենց Ժանետ Լազարյանի տանը։ Երևանի Արմենակ-Արմենակյան փողոցի վրա, ինքը այն վաղտ այդ փողոցում գտնվող մի շենքում էր ապրում, որտեղ Մարկոս Գրիգորյանն էլ հենց այդ շենքում մահացավ 2007 թվականի օգոստոսին։
Ժանետ Լազարյանը ինքը խոսում էր հիմնադրամի մասին, որ Մարկոն արդեն իսկ 2007 թվականին էր որոշել, որ իր Պլեխանովի փողոցում տան բակում մի 2-3 հարկանոց շենք կառուցել, այդ շենքը դարձնել այսպես ինչ որ modern կամ contemporary art center, մի հատ ասենք ժամանակակից արվեստի կենտրոն եւ տեղավորել իր հավաքածուն վերջապես, իր աշխատանքները, քանի որ Մարկոս Գրիգորյանը սկսած 90-ական թվերից, երբ կոնկրետ ասած 93 թվականի սեպտեմբերից, երբ ինքը իր հավաքածուն գրեթե ամբողջ հավաքածուն նվիրեց գրականության եւ արվեստի թանգարանին, այդ բոլոր հավաքածուն ցուցադրվում էր, բայց ոչ բոլոր Մարկոսի աշխատանքներն էր այդ տարածքում ցուցադրվում։ Մարկոս Գրիգորյանից ավելի շատ աշխատանքներ կար հենց իր տանը։ Այս ամենը այս պահին մենք կարող ենք փաստաթղթերով դրանց անդրադառնալ, նկարները, ասենք վիդեոներ, որոնք Մարկոսի մտերիմներն են արել, ինչպես նաև մահվանից հետո նկարահանումներ ա եղել 2007 թվականին կոնկրետ Մարկոսի քրոջ տղայի առաջարկով Միշել Պրոցիվան, ով ցավոք ինքն էլ այս պահին արդեն մահացել եւ մեզ հետ չէ, իր առաջարկով ինքը ուզում էր մի վավերագրական ֆիլմ անել Մարկոս Գրիգորյանից, այդ պատճառով նաեւ Երևանում Մարկոսի տան ներսի հատվածում ֆիլմեր արվեց, ի վերջո այդ ֆիլմը երբեք չարվեց, այդ վավերագրական ֆիլմը երբևէ դա չարվեց եւ մենք հետեւողականին չհանրայնացվեց, բայց մենք կարող եմ նաեւ ասել հիմնադրամում այսպես հետևում ենք, որ գտնել հենց նույն մարդկանց, ովքեր 2007 թվականին էին զբաղվում այդ ֆիլմով եւ ուզել այդ ֆիլմը առաջին անգամ 2026 թվականին հանրայնացնել եւ ներկայացնել հանդիսատեսներին։ Դե իհարկե շատ տարբեր այսպես ծրագրեր ունենք, մի մասը մեզ հաջողվեց հենց 2025 թվականին իրականացնել, բնականաբար, բայց հիմնադրամը ավելի այսպես շատ աշխատանքներով, ավելի շատ գործունեությամբ, բնականաբար ավելի շատ փորձեր է ձեռք բերում եւ մենք ընդհանրապես մի տարում ավելի քան 3 ցուցահանդես արեցինք եւ զուգահեռ Թեհրանում եւ Երևանում ավելի քան 4 միջոցառում արեցինք։ Անդրադառնանք այդ միջոցառումներին, սկսենք վերադառնանք ավելի շուտ Թեհրանում ժամանակակից արվեստի թանգարանում կայացած մեծ ցուցահանդեսին, ինչ գործեր ցուցադրվեցին, ինչ սկզբունքով համադրեցիք այդ ցուցադրությունը, նաեւ գիտեմ, որ արխիվային նյութեր, վավերագրական տարբեր ֆիլմերից հատվածներ նյութեր ցուցադրվեցին եւ ինչ բացահայտումներ եղան այդ ընթացքում, համադրողական աշխատանքի ընթացքում։ Նախ կուզենամ ասել, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը ինքը համաշխարհային մասշտաբ ունեցող մի թանգարան է, այդ առումով, որ դուք այդ թանգարանում կարող եք տեսնել առնվազն վերջին 100 տարիների ընթացքում ամենահանրահայտ արվեստագետների աշխատանքներ։ Ես հիշում եմ ցուցահանդեսի ընթացքում ինչ որ օրաթերթից մի լրագրող էր եկել ինձ հետ հարցազրույցեր անում, ինքը ասեց, բայց դուք գիտեք, դուք Մարկոս Գրիգորյանին այնպիսի մասշտաբում եք ցուցադրվում, որը իրանցի հանդիսատեսը երբ տեսնում է Մարկոս Գրիգորյան ձեր թանգարանում, նաև ինքը կարող է տեսնել Ջեքսոն Փալակ, կարող է տեսնել Andy Warhol եւ այսպես շարունակ։ Եվ ես իհարկե ուրախ եմ դրա համար, քանի որ մեզ մոտ Մարկոս Գրիգորյանից բացի նաև ուրիշ իրանահայ արվեստագետներ են ցուցադրվել միշտ վերջին գրեթե թանգարանի 50 ամյա գործունեության ընթացքում, ինչպես Սիրակը Մելքոնյան, Սոնյա Բալասանյան, Էդման Այվազյան, Սերժ Ավագյան, Գառնիկը Տեր-Հակոբյան, Լիլիթ Տերյան եւ այսպես շարունակ, բայց ամենահանրահայտ իրանահայ արվեստագետը, որը մեզ մոտ է միշտ ցուցադրվել եւ իրանցի հանդիսատեսները միշտ ուզել են տեսնել այդ մարդու աշխատանքները, հենց Մարկոս Գրիգորյանն ա եղել։ Դժբախտաբար կամ բարեբախտաբար, չգիտեմ որը պետք է ասեմ, բայց երբեք տեղի չէր ունեցել Մարկոս Գրիգորյանից ինչ որ անհատական մի ցուցահանդես, Ժանետ Լազարյան ինքը 2000-ական թվերին բազմից էր ցուցադրել մի քանի աշխատանք Մարկոսից, բայց Մարկոս Գրիգորյան հետահայաց ցուցահանդեսը դա առաջինն էր եւ ամենամեծը։ Բացի 18 աշխատանքներից, որոնք պահվում են հենց
ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում, ես նաև ունենալով լայն կապեր իրանցի հանրահայտ մասնավոր հավաքորդների հետ, այո, մենք ավելի քան 15 աշխատանք թանգարանի դրսից այսպես բերեցինք եւ ցուցադրեցինք, բայց դե ես չէի ուզում, որ միայն աշխատանքներ ցուցադրել, քանի որ ի վերջո իրանցի հանդիսատեսները ինչ որ չափով իրենք տեղյակ են, միշտ էլ տեսել են աշխատանքները, ծանոթ են, այսինքն խոսքը անծանոթ արվեստագետի մասին չէ։ Ես նաև ուզեցա անդրադառնալ Մարկոս Գրիգորյանի ավելի քան 30 տարիների ընթացքում իր գործունեությանը, որը Իրանում այդ ամենը իրականացնել, սկսված 50-ական թվերից մինչև 70-ական թվեր, ես ուրախ եմ հայտնել, որ առաջին անգամ մենք Aesthetic Gallery-ից, որը Մարկոս Գրիգորյանը ինքն էր հիմնադրել այդ gallery-ին Թեհրանում 50-ական թվերին, մենք լուսանկարներ ցուցադրեցինք այդ գալերիում ցուցադրված աշխատանքները եւ օրինակ կատալոգներ, որ Մարկոն ինքն է այդ ամենի վրա աշխատել, որովհետեւ դուք նշեցիք սկզբում Մարկոս Գրիգորյանը ինքը միայն արվեստագետ չէր, ինքը նաեւ համադրող էր, ինքը նաեւ կոլեկտոր էր, ինքը նաեւ դասախոս էր, այս պահին արտիստ էր։ Այո, մի խոսքով արտիստ էր։ Եվ հենց Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում այդ միջոցառումների ընթացքում մենք այնպիսի հյուրեր էինք հրավիրում, որ այս պահին Իրանում իրենք ամենահանրահայտ արվեստագետներից են, բայց նաև եղել են Մարկոս Գրիգորյանի ուսանողները։ Ես ուրախ եմ հայտնել, որ երբ ես Թեհրանի արվեստի համալսարանում էի սովորում, իմ բազմիցս դասախոսներից եղել են Մարկոս Գրիգորյանի ուսանողները, ինչպես Մեհդի Հոսեյնին, Մոհամմադ Էհսային, Ղոլամ Հոսեյն Նամին եւ այսպես շարունակ։ Ու այդ բոլորը ամենայն ուրախությամբ խոսում էին Մարկոսի մասին եւ ցուցահանդեսի բացմանը եւ միջոցառումների ընթացքում։ Ավելի ուշ 50-ական թվերի վերջին մի քանի տարվա ընթացքում Մարկոս Գրիգորյանը նաև ինքը հավաքագրում էր այսպես կոչված Ղահվե խանեի արվեստի աշխատանքներ սրճարանային արվեստային, այո։ Եվ շատ հետաքրքիր է մեզ մոտ նաև պահվում է հենց այդ այսպես արվեստային աշխատանքներից, ինչպես Ղոլար Աղասի եւ Մոդաբերի ստեղծագործություններից, ժամանակակից արվեստի թանգարանը, որոնք ձեռք է բերել Մարկոսը ժամանակին։ Եվ մենք նաև այդ աշխատանքներն ենք ցուցադրել Մարկոս Գրիգորյանի, Ղոլարի, Մոդաբերի հետ արված նկարներն ենք ցուցադրել։ Իսկ ֆիլմերը պահպանվել են իր ֆիլմերը, որտեղ նա հանդես է եկել որպես դերակատար։ Իհարկե, այո, բոլոր ֆիլմերը պահպանվել են։ Մենք նաև համագործակցություն ունեցանք Թեհրանի կինոյի թանգարանի հետ, Մարկոսի բոլոր ֆիլմերի պոստերներն ենք ցուցադրել, դե իհարկե, քանի որ այդ ֆիլմերը բոլորը այսպես հեղափոխությունից առաջ են արվել, մենք մի փոքր սահմանափակ էինք, չէինք կարող այդ ֆիլմերը ամբողջությամբ ցուցադրել, բայց շատ լուսանկարներ էինք ցուցադրել, նաև թանգարանում ինչ որ մի հատված կար, մի քանի պոստեր եւ մի քանի լուսանկար ենք ցուցադրել։ Ցավոք մեզ մոտ գորգերից չկար որևէ նմուշ, որ մենք կարողանանք այդ ամենը ցուցադրել, բայց ավելի ուշ ես Թեհրանի հայոց Արարատ համալիրում ինձ հաջողվեց կազմակերպել մի այլ ցուցահանդես, որտեղ անդրադարձ ես ունեցա հենց Մարկոս Գրիգորյանի գորգարվեստին, այնտեղ մի քանի գորգի նմուշներ ցուցադրեցի, որոնք Երևանից էին ինձ Թեհրան տարել, եւ Մարկոսի գորգերի բոլոր էսքիզները, 15 էսքիզ, որը ինքը հայկական այսպես ժամանակակից գորգեր ինչ որ կատալոգում այդ բոլորը ինքը տպագրել է 90-ական թվերին։ Այո, ուզում եմ մեր հեռուստադիտողին հիշեցնել, որ Մարկոս Գրիգորյանը շատ հետաքրքրված էր եւ ուսումնասիրում էր հայկական եւ պարսկական գորգագործությունը եւ անձամբ անգամ գործում էր, ուսումնասիրել էր ամբողջ այդ գործելու տեխնիկաները եւ ինքն էր գործում կամ էսքիզներ էր գծագրում, որոնց հիման վրա Գառնիում իր ամառանոցում գառնեցի կանայք գործում էին այդ գորգերը։ Ես նաև ուրախ եմ հայտնել, որ վերջերս ես կարողացա հանդիպել Գառնիի մշակույթի
կենտրոնի տնօրենի հետ, ով ինքը մտերիմ ա եղել Մարկոս Գրիգորյանի հետ բնականաբար, եւ մենք այսպես մի նախագիծ ենք ձեռնարկել, որ 26 թվականին անդրադառնալ նախ Մարկոսի բոլոր գորգերին, որովհետև ցավոք գրականության արվեստի թանգարանում ոչ բոլոր գորգերն են պահպանվել եւ ցուցադրվել, քանի որ Մարկոսը ինքը երբ այդ գորգերը Գառնիում գործվում էին, ինքը բնականաբար նվիրումներ էր անում, իր տաններ ինչ որ գորգեր պահում, բայց դե մահվանից հետո ոնց ասացի ժառանգորդներ այդ ամենը հավաքեցին, տարեցին Նյու Յորք, հետո այնտեղ արդեն ծրվեց, աճուրդներում տրվեց։ Առհասարակ դուք պատմեցիք, որ Իրանում այսպես ըստ էության մի սերունդ է ձևավորվել արվեստագետների, որոնք կարելի ասել, որ այսօր Մարկոս Գրիգորյանի արվեստի շարունակողներն են, իր գաղափարները կրողներ են, եւ այդ տեսանկյունից հետաքրքիր է, որքանով է տարբերվում Մարկոս Գրիգորյան արվեստագետի ընկալումը Իրանում, Հայաստանում ու անշուշտ նաեւ ԱՄՆ-ում, որտեղ նա ապրել է, ստեղծագործել է, եւ ինչպես նշեցիք, նաեւ իր ստուդիան է ունեցել։ Տեսեք, ուրեմն ես միշտ սկսում եմ իմ խոսքը դրանով, որ Իրանում կամ Հայաստանում մենք բազմիցս լսում ենք Իրանահայ, Ամերիկահայ բան, բայց հարցը դրանումն է, որ Մարկոս Գրիգորյանը, քանի որ ինքը թեկուզ Իրանում չի ծնվել, ինքը Կրոպոսկինում ա ծնվել, չէ՞, Ռուսաստանում, հետո ընդամենը 5 տարեկան ա եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Թավրիզ, հետո Իրանի հարավային տարածքներում, հետո Թեհրան, բնականաբար, ինքը երբևէ չի ուզել ուղղակիորեն անդրադառնալ իր ազգությանը, բայց նաև ինքը շատ զգացված ա եղել դրանով, միշտ չի, որ ինչ որ հայ արվեստագետ հետաքրքրված լինի, ասենք սրճարանային ոճով արված աշխատանքներով, միշտ չի, որ պարսկական, այո, միշտ չի, որ հայ արվեստագետը հետաքրքրված լինի նույնիսկ պարսկական, ասենք, խոհանոցով, նիստուկացով, եւ դա վերացի արվեստի, եւ դրանք բոլորը վերացի արվեստի, բայց ինքը ոնց ասացի միշտ նաև զգացված ա եղել, ինքն ա եղել առաջին հայ արվեստագետներից, ով Թեհրանում ոնց ասացի 50-ական թվերից շատ այլ հայ արվեստագետների այսպես ձեռքը բռնել ա, իրենց օգնել ա, ցուցադրել ա, երբ ինքը 50-ական թվերին Թեհրանի առաջին բիենալեն հիմնադրեց եւ ինքը այդ բիենալեի բոլոր էքսպոզիցիան արեց, դուք բիենալեի կատալոգը որ նայեք, գրեթե 1/3 արվեստագետները հայեր են, հիմնականում իրանահայեր բնականաբար, բայց ուզում եմ ասել Մարկոս Գրիգորյանը որևէ կերպ տարբերություններ չէր դնում, ասենք հայ արվեստագետի կամ պարսիկ արվեստագետի, նույնիսկ ինքը երբ Նյու Յորքում էր, ինքը այնքան այսպես հետաքրքրված ա եղել միշտ արշիլ գորգով, երբ ինքը իր ստուդիոն հիմնեց եւ գալերին նաեւ Նյու Յորքում, ինքը դա անվանեց Arshil Gorky Gallery, բնականաբար իհարկե բոլորը դա գիտեն որպես Gorky Gallery, բայց այդ հենց Arshil Gorky-ն ա եղել, որ ինքն ա ուզել։ Իդեպ ինչ ճակատագրի արժանացավ այդ ցուցասրահը։ Ուրեմն այդ ցուցասրահը ցավոք 2010-ական թվերին Մարկոս Գրիգորյանի քրոջ տղայի կողմից վաճառվեց։ Ես 2010-ականներին, երբ 18 թվականին կոնկրետ, երբ վերջին անգամ ինձ հաջողվեց խոսել Միշել Պրոզիվայի հետ, ոնց ասացի, ինքը Մարկոս Գրիգորյանի քրոջ տղան էր, ասացի բա այդ ստուդիոն, գալերին, բանը ինչ եղավ, ասի դե հա ես վաճառեցի բան, որովհետև չէի կարող այդ բոլոր աշխատանքները այնտեղ ցուցադրել, ոչ ժամն եմ ունեցել, ոչ հավեսն եմ ունեցել, բան ասի, բայց հա դե բայց դու կարող ես ուրիշներից օգնություն խնդրել, չէ՞, դու արվեստաբան չես եղել, արվեստագետ չես եղել, բայց մի խոսքով ինքը կարող էր շատ ավելի լուրջ դերակատարություն ունենալ, ցավոք այդպես էլ չստացվեց, ընդհանուր առմամբ ես կարամ ասել Մարկոս Գրիգորյանը ինքը իր կենթանության օրոք կարող էր այնպիսի մի որոշումներ կայացնել, որ գոնե մահվանից հետո
այդ ամեն ինչը ավելի, այսպես ասած, կանոնակարգված, այո, եւ հասանելի լիներ արվեստագետների, արվեստաբանների, եւ Թանգարանի հետ կապված, եւ հավաքածուի հետ կապված, եւ իր գործերի հետ կապված, որովհետեւ այս պահին, եթե մենք խոսում ենք Մարկոս Գրիգորյանի մասին, բոլորը մեզ այդ հարցը տալիս են, որ դուք հիմնադրամ եք, բայց արդյոք այս հիմնադրամը ուղղակիորեն ընտանիքի կողմից է, այսպես ստեղծվել, եւ ես պետք է ասեմ, ոչ, մենք հիմնադրամը ստեղծեցինք եւ հետո դիմեցինք ժառանգորդներին ասելով, որ տեսեք, հիմա կա ինչ-որ մի հիմնադրամ եւ մենք կարիք ունենք ձեր օգնությունը։ Ես ուրախ եմ հայտնել, որ Մարկոս Գրիգորյանի եղբոր ամենամեծ զավակը Վահե Գրիգորյանը, ով ինքը այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում, ինքը մեզ հետ միշտ կապի մեջ է, մենք ամեն ինչ իրեն տեղյակ ենք պահում, նկարներ ենք ուղարկում, ինքը նաեւ մեզ կարող եմ ասել խոստացել է իր բոլոր այսպես փաստաթղթերը, դոկումենտները, թեկուզ մի քանի գործ, որ հենց իր հավաքածուում է պահվում, շուտով մեզ հանձնի, որ մենք այդ ամենը կարողանանք ցուցադրել, ինչու ոչ հենց իր ներկայությամբ։ Եվ նաև երկու այլ զավակների հետ, Արան եւ Կարինեն, ովքեր նրանք էլ Ամերիկայում են ապրում, բայց մենք նաև կապի մեջ ենք հանգուցյալ Միշել Պրոցիվայի աղջկա հետ, Շուշանիկ Պրոցիվայի հետ, ով ինքը Մելբորնում է բնակվում, ինքը իր մոտ ունի ավելի քան երևի կարծում եմ 15 կտավ, մի քանի հողով արված աշխատանք, եւ մենք նաև իրեն այդ առաջարկություն ունենք տվել, որ եթե ինքը կհամաձայնվի, մենք այդ բոլոր աշխատանքները կարող ենք եւ Երևանում եւ Թեհրանում ցուցադրել։ Այո, գոնե ցուցադրել ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպել։ Եվ ամենակարևոր մի կետը, որ ես կուզենամ անպայման նշել, 2026 թվականի ամենակարևորագույն նախագծերից մեկը, որ մենք ձեռնարկել ենք, դա Մարկոս Գրիգորյանի գիրք ալբոմն է։ Մեզ հաջողվել է ավելի քան 100 աշխատանք լուսանկարել եւ Թեհրանում, եւ Երևանում, եւ նաեւ Նյու Յորքում։ Բարեբախտաբար ես այնպիսի լավ ընկերներ ունեմ եւ իրանցիներ եւ հայաստանցիներ Նյու Յորքում, ովքեր իրենցից խնդրել էի արդեն առնվազն 2 տարի առաջվանից, եթե ինչ որ աճուրդում, եթե ինչ որ թանգարանում, եթե ինչ որ մասնավոր հավաքածուում տեսնում են Մարկոս Գրիգորյանից ինչ որ աշխատանք, պրոֆեսիոնալ լուսանկարել եւ այդ բոլորը մեզ տալ։ Այո, նաեւ հնարավորություն ընձեռել արվեստաբաններին ի վերջո հետազոտել, որովհետեւ մի մեծ շերտ Մարկոս Գրիգորյանի արվեստաբանության համար կարելի ասել կորսված է։ Այո, մենք արդեն իսկ պատվերներ ենք տվել հանրահայտ իրանցի արվեստաբաններին, ովքեր տեքստեր պատրաստեն Մարկոս Գրիգորյանի հետ կապված, շուտով նաև Հայաստանում ենք այդ հարցով զբաղվելու եւ նաև Ամերիկայում, կոնկրետ ասած հենց Նյու Յորքում դեռևս կան ինչ-որ անձնավորություններ, ովքեր 80-ական թվերին մինչև 2000-ական թվերին շփվել են Մարկոս Գրիգորյանին, ճանաչել են, ինչպես նաև Arshil Gorky Foundation-ի հետ մենք քանի որ դե արդեն 2 տարի է ինչ կապ ենք հաստատել, իրենցից ենք խնդրել, որ եթե Arshil Gorky Foundation-ում կա ինչ-որ, ասենք, նյութեր, նկարներ, նամակներ եւ այլն Մարկոս Գրիգորյանից, այդ բոլորը մեզ տրամադրեն եւ իրենք ամենայն ուրախությամբ իրենց ընդունելությունը հայտնել են եւ մի խոսքով Մարկոս Գրիգորյան հիմնադրամը ինքը ես կարամ այսպես անվանել, ինքը ոնց որ մի կամուրջ է նախ Թեհրանի եւ Երևանի միջեւ, քանի որ մենք 2026 թվականին մտադիր ենք Երևանում մի քանի միջոցառումներ անել, որտեղ այդ միջոցառումների ընթացքում իրանցի հյուրեր ունենալ, այնտեղ իրենք խոսեն Մարկոս Գրիգորյանի մասին, որովհետև ցավոք բոլորը չեն Երևանում, որ ամբողջությամբ են տիրապետում Մարկոս Գրիգորյանի ավելի քան 60 տարիների գործունեությանը, որովհետև ինչ որ բաներ Մարկոս Գրիգորյանը արել է Թեհրանում եւ ես դրանք ավելի կարևոր եմ համարում, որովհետև դրանցից ավելի շատ փաստաթղթեր կան, ավելի շատ նյութեր կան, օրինակ եթե խոսում ենք հենց aesthetic gallery մասին, Մարկոս Գրիգորյանը ինքը ավելի քան 20 ցուցահանդես է կազմակերպել հենց այդ gallery-ում, որը ինքն է կազմակերպել, կամ եթե Թեհրանի Biennale-ի մասին ենք խոսում, այդ Biennale-ի ընդամենը մի տարվա գործունեության ընթացքում Մարկոսը ավելի քան 100 արվեստագետի է ցուցադրել եւ իրանցիներ եւ իրանահայեր,
Կամ օրինակ նկարիչների եւ քանդակագործների ազատ խմբի հետ կապված այդ խումբը 70-ական թվերին է տեղի ունեցել 75 հատկապես այո եւ այդ խմբի միակ անդամը որ դեռևս բարեբախտաբար կենթանի է Ղոլամ Հուսեյն Նամին է ով ինքը Թեհրանում տեղի ունեցած ցուցահանդեսի բացման խոսքը ասեց եւ նաեւ ես պարոն Նամիից խնդրել եմ ինքը շուտով Երևան գալ մենք այստեղ մի հատ միջոցառում անենք եւ ուղղակիորեն անդրադառնանք հենց այդ խմբի գործունեությանը այո շատ հետաքրքիր է միջալից այն կոչվում էր ազատ նկարիչների եւ քանդակագործների խումբ եւ հետաքրքիր է որն է եղել խմբի գաղափարախոսությունը ինչու նրանք միավորվեցին ինչի դեմ էին պայքարում եւ ըստ էության նաեւ ինչ ազդեցություն թողեցին ժամանակակից իրանական արվեստի վրա Դե ես կարող եմ ասել, եթե դուք այդ խումբը այսօր ուսումնասիրում եք, կարող եք հասկանալ, որ այդ խմբի բոլոր անդամները այս պահին այնպիսի արվեստագետներ են դարձել, թեկուզ որ իրենք ողջ չեն, բայց այնքան բարձր մասշտաբ ունեցող արվեստագետներ են, որ բավական է ընդամենը դուք Թեհրանի աճուրդը ուսումնասիրեք ու հասկանաք այդ արվեստագետների աշխատանքները ինչ գներով են վաճառվում։ Ես չեմ խոսում համաշխարհային աճուրդների մասին, դեռ խոսում եմ Թեհրանի աճուրդի մասին։ Այդ խումբը ուրեմն ուներ մի քանի անդամ, ամենակարևոր անդամներից էր եւ Մարկոս Գրիգորյանը եւ Մորթեզա Մոմայեզը։ Ես նաեւ ուրախ եմ հայտնել, մենք Մորթեզա Մոմայեզի տղայի հետ ով ինքն է Մոմայեզի հիմնադրամի տնօրենը նաև որոշել ենք այնպիսի մի համագործակցություն ունենալ, որ այդ բոլոր ինստալացիաները, որ ավելի քան 4 տարիների ընթացքում էր ցուցադրվում այդ խմբի բազմիցս ցուցահանդեսներում մենք այսպես անգլերենով կոչված re-installation անել, այսինքն նորից այդ բոլորը ոնց որ ասենք ինստալացնել, ստեղծել։ Օրինակ այդ ամենահայտնի ֆոտոն Մարկոս Գրիգորյանից ինքը աթոռի վրա այսպես նստած, այդ շատ հետաքրքիր մի բան ասեմ նաև, այստեղ ճակերտ եմ ուզում բացել, այդ աթոռը մենք հայտնաբերեցինք ուրեմն մի օր Թեհրանում ինձ զանգ են տալիս, ասում են, որ տեսեք, մենք այստեղ մի հատ հայ ընտանիք ա եղել բան, ինքը մեզ տեղյակապահել, որ Մարկոս Գրիգորյանը 70-ական թվերին մի քանի ամուսով այդ տանն ա բնակվել Թեհրանի կենտրոնում։ Հետո դե մի օր ես գնում եմ այդ տունը ուսումնասիրում եմ բան, հետո տենում եմ, որ մի հատ աթոռ կա, ու այդ աթոռը ես նայելով հասկանում եմ, որ ոնց որ հենց նույն աթոռն ա, որ Մարկոսի ֆոտոյում կար ինքը դրա վրա նստած։ Մի խոսքով, այսինքն 40 ու ինչքան տարի անց այդ ամեն ինչից դեռևս մենք կարող ենք Թեհրանի կենտրոնում հայտնաբերել Մարկոս Գրիգորյանի հետքերը աթոռից բռնած մինչև այնքան աշխատանքներ ենք մենք հայտնաբերել Մարկոս Գրիգորյանից Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում երբ ես համադրեցի այդ ցուցահանդեսը այնտեղ մի գործ էր ցուցադրվում, որ ավելի քան 70 տարիներ 60 տարիների ընթացքում այդ գործը չէր ցուցադրվել որևէ միտեղ։ Ուրեմն Մարկոս Գրիգորյանից ինչ որ մի կտավ Իմամ Ալիի պորտրետը։ Այդ գործը Մարկոս Գրիգորյանը, երբ ինքը Ղոլար Աղասի եւ Մոհամմադ Մոդաբերի հետ շփումներ ունեցել բան, հետո ինքը ստեղծագործել է այդ կտավը ու ինքը առաջին անգամ Իրանի պավիլիոնում Վենետիկի բիենալեում ցուցադրեց 1958 թվականին։ Ու հետո երբ ես եւ բնականաբար մեր էքսպերտները այդ գործը հայտնաբերեցինք, ամենայն ուրախությամբ այդ ցուցադրեցինք հին ֆոտոներ Մարկոս Գրիգորյանից, ինքը այդ գործը ստեղծելու ընթացքում եւ մի խոսքով, այսինքն հիմնադրամի ամենակարևոր գործերից է նաեւ գործեր հայտնաբերել Մարկոս Գրիգորյանից եւ այդ գործերը իհարկե ավելի շատ ուսումնասիրել եւ նաեւ ես կուզենամ անդրադառնալ այդ կարեւոր թեմային, որը ցավոք վերջին 18 տարիների ընթացքում մենք բազմիցս աճուրդներում տեսել ենք կեղծ աշխատանքներ Մարկոս Գրիգորյանից։ Մենք նաեւ այդ առումով ենք զբաղվում։ Ես կարամ ասել ցավոք եւ Թեհրանում եւ Երևանում եւ թեկուզ Նյու Յորքում եղել են, կան եւ հուսամ իհարկե չեն լինելու, բայց դեռևս կան կեղծ աշխատանքներ մասնավոր հավաքածուներում, այդ բոլորը մենք ուսումնասիրում ենք, քանի որ մենք նաեւ certificate-ներ ենք տրամադրում մասնավոր հավաքորդներին, չէ՞։
Այո։ Եվ նաև թանգարաններին բնականաբար կապեր հաստատելով, հարցնելով թե ձեզ մոտ ինչպիսի աշխատանքներ կան, քանի աշխատանք կա, իրենցից ֆոտոներ ենք խնդրում, դրանց provenance-ն ենք խնդրում։ Օրինակ մենք 25 թվականի ապրիլին մեզ հաջողվեց կապ հաստատել Նյու Յորքում գտնվող Johnson թանգարանի հետ, որտեղ պահվում է 4 աշխատանք Մարկոս Գրիգորյանից։ Եվ այսպես on-line միջոցառում անելուց հետո մենք իրենցից խնդրեցինք, քանի որ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակն է, այդ 4 աշխատանքը իրենք ցուցադրեն իրենց մշտական ցուցադրության մեջ եւ հենց այդպես էլ եղավ, հանդիսատեսները կարան հիմնադրամի Instagram-ի էջում տեսնել այն նյութը, որ ուղղակիորեն Johnson Museum-ի կողմից է տեղադրվել եւ մեզ հետ այսպես collaboration արվել։ Շնորհակալ եմ, շատ կարևոր գործունեություն եք մեկնարկել եւ հուսամ, որ այն ել ավելի բեղուն կլինի առաջիկա շրջանում, նաեւ հուսով եմ, որ Երևանում վերջապես կստեղծվի Մարկոս Գրիգորյանի անկյունը եւ նաեւ հուսով եմ, որ այն համապատասխան կլինի Մարկոս Գրիգորյանի արվեստին, համահունչ կլինի նաեւ իր տեսքով, իր բովանդակությամբ։ Շնորհակալություն։ Ձեզնից էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ այսօր Art Focus-ում զրուցում էինք Մարկոս Գրիգորյան հիմնադրամի տնօրեն, համադրող արվեստաբան Միշել Ալավերդյանի հետ։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։